Փաշինյանի Լոռու մարզում անցկացված քարոզարշավը նույնպես առանց միջադեպի չի անցել։ Սպիտակ քաղաքում նրա ելույթի ժամանակ քաղաքացիներից մեկը բացականչում էր «Եսի մերախուն եմ ուզում» տարավ վառեց։ Պարզվեց, որ նա Ազատի կացարանում այրված զինվորներից մեկի պապիկն էր։ Փաշինյանն իր երկրպագուներին կոչ արեց անտեսել պապիկին, ըստ նրա այրված զինվորի պապիկին փող են տվել, որ գա ոստիկաններին էլ հրահանգեց հավաքի վայրից հեռացնել տարեց մարդուն։ Նրա թևերը ոլորեցին, բերանը փակեցին եւ հեռացրեցին։ Հանգիստ ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրաց գործին, հա։ Ես ու տերորիստ չէ։ Տերորիստ եմ ես։ Չէ, արի։ Ո՞վ է ճիշտ։ Ամեն բանյակի։ Արիկ ջան, ձեզ ուր են տանում։ Ձեզ ուր են տանում։ Չգիտեմ ուր է տանում։ Ով եք դուք տղեկ։ Չի եք տանում։ Ես ի պահաժն եմ տնում։ Ինչ եք ասում։ Իմ երախուն տարեց վարեց ազատ ջուղում։ Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը տարբեր դոզաների տակ տարբեր հայտարարություններ է անում։ Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ հայտարարեց, որ դուք ինչ-որ երկրի լրտես եք։ Կմեկնաբանեք ինչ-որ ձև։ Քեզ էլ է արդեն անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Բացարձակ, ուղղակի հանրությանը պատասխան տանք։ Ես ասել եմ, տարբեր դոզաների տակ տարբեր հայտարարություններ է անում։ Դրա համար մի անհանգստացի, ես եթե լրտես եմ, հայ ժողովրդի լրտեսն եմ։ Նիկոլ Փաշինյան անհանգստացած է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իր բոլոր անօրինական քայլերը, իր բոլոր թույլ քայլերը, ցույց ենք տալիս մեր ժողովրդին, որ հասցրել է մեր երկիրը անդունդի եզրին։ Դրա համար իրեն թվում է դա միայն լրտեսությամբ կարելի անել։ Բայց ցանկացած մարդ ընդամենը 1 ժամ ծախսելով կարող է տեսնել ամեն ինչը, թե Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները, թե Նիկոլ Փաշինյանի արտաքին խնդիրները, որ բերել է մեր երկրի գլխին, թե ներքին խնդիրները, որ բերել է այս 8 տարում մեր երկրի գլխին, դրա համար լրտես լինել պետք չի։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ինքը թող կողմնորոշվի, քանի երկրի լրտես է ինքը։ Առնվազն 2-ը ոչ բարեկամ երկրներ են։ Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը վաղար շաբաթում շեշտում է, որ ընտրությունների ժամանակ քաղաքացին է ամենազորը, հատկապես քվեախցիկում եւ փորձում է հակազդել հասարակության մեջ տարածված վախերին ու հիասթափությանը, թե սոցիալական ճնշումներից, թե քաղաքական անտարբերությունից։ Թաթոյանը նաեւ պնդում է, որ կա արտաքին միջամտություն ընտրություններին, այդ թվում Ադրբեջանի կողմից արված հայտարարություններն ու ազդեցության փորձերը եւ դա ներկայացնում է որպես լրացուցիչ ճնշման գործոն։ Այսօր օրինակ մենք ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել եւ ուղարկել ենք Եվրամիության դեսպանին։ Ես այսօր ուղարկելու եմ, որ այդ երկրից անում են հայտարարություններ, որ այդի Հայաստանում նենց անենք, որ ընտրվի այս իշխանությունը, պետքա ուժը ցույց տանք, երկաթե բրուսկի իր տեղում է եւ այլն։ Տեսեք ոնց են միջամտում մեր ընտրություններին։ Մի կողմից այդ վախերն է, չէ՞, վախացնում են մեզ Ադրբեջանով, պատերազմով։ Մյուս կողմից ինչ վախերը, ասում են գործից կհանենք, ես կանենք, իրենք էլ հետն են վախենում։ Այո։ Հիմա տեսեք մեր ժողովուրդը այսքան հզոր ժողովուրդ ենք, չէ՞, ինչ պատմություն ունենք եւ այլն, տեսեք մեզ երկու կողմից վախերի մեջ են դրել։ Հիմա մենք պետքա իրոք բոլորով ցույց տանք, որ մենք կարող ենք ու այդ ուժը ունենք, հնարավորությունը ունենք, խելքը ունենք, ամեն ձև եւ հարցերը լուծելու ձևերներ գիտենք։ Այս է կարևորը։ Հայաստանը եւ Լիտվան դառնում են ռազմավարական գործընկերներ 35 տարվա դիվանագիտական հարաբերությունների ֆոնին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Քննարկվել են համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական եւ տեխնոլոգիական ոլորտներում, նաեւ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։ Այս ֆոնին Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Երբ հարցնում եք այլ գործընկերների, այդ թվում նաև Ռուսաստանի գործընկերների կողմից այդ առիթով եւ նմանատիպ առիթներով հնչող գնահատականներին, կարող եմ ասել, որ
նշեցիք նաև քաղաքական ապահարզան, մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ կամ ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում, ընդհանրապես քաղաքականություն եւ դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ կարծեմ թե այդպես առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում, մենք նաև չենք պատրաստվում այսպես հակամարտ կամ երևի ավելի տեղին կլինի ասել լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով եւ մենք տրամադրված ենք առողջ ուրեմն միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն խնդիրներ կան անշուշտ, նաև տեսնում, բայց կարծում եմ որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել, այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկման լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին, մենք շատ լավ հասկանում ենք։ Լիտվայի արտգործնախարարությունը աջակցել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, նշելով դրա հնարավոր տնտեսական եւ անվտանգային օգուտները։ Հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար, սահմանները բացելով, ենթակառուցվածքները բացելով, ժողովրդի միջև կապերը կակտիվանան, անվտանգության մակարդակը կբարձրանա, որին արժանի եք բոլորդ այստեղ։ Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը մասնակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին համակարգված աշխատելով Թուրքիայի հետ։ Նրա խոսքով գործընթացը ընթանում է փուլերով, ներառյալ Հայաստանի ընտրությունները եւ սահմանադրության հնարավոր փոփոխությունը, որից հետո նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում եւ սահմանների բացում։ Ընդհանուր առմամբ նա ներկայացրել է պայմանավորվածություններով պայմանավորված ճանապարհային քարտեզ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պետական աջակցություն եւ բնակարաններ է տրամադրել հարկադիր տեղահանվածներին ու փախստականներին նպատակ ունենալով ապահովել նրանց անվտանգ ու արժանապատիվ կյանքը մինչեւ վերադարձը իրենց տներ։ Նա նշել է, որ այժմ ըստ Ադրբեջանի դիրքորոշման հակամարտությունն ավարտվել է եւ երկիրը ցանկանում է նոր փուլ ու նոր իրողություններ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև ընտրությունը բարդ է։ Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը պահել ԵԱՏՄ-ում եւ զգուշացրել, որ Եվրամիության հետ մերձեցումը կարող է տնտեսական ու քաղաքական հետևանքներ ունենալ։ Օվերչուկը նաեւ ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանի տնտեսությունը զարգացել է, իսկ տարածաշրջանում խաղաղության եւ ապաշրջափակման գործընթացներում Ռուսաստանն ունի կարևոր դեր։ Այստեղ շատ սերտորեն միահյուսված են թե տնտեսական, թե քաղաքական հարցերը։ Այս ամենը համընկնում է նախընտրական արշավի հետ, որն այսօր ընթանում է Հայաստանում։ Այնտեղ կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանման օգտին։ Կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել դեպի Եվրոպական միություն։ Իր հերթին, բնականաբար, մենք ցանկանում ենք Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում։ Հայերը մեզ մոտ ժողովուրդ են եւ մեզ համար միևնույն չէ, թե ինչպես է նա ապրում եւ ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսության վիճակը։ Մենք ընդհակառակը ամեն կերպ նպաստում ենք այնտեղ տնտեսության ծաղկմանը, բայց եթե ընտրությունը կատարվում է հօգուտ Եվրամիության, ապա մեզ մոտ բնականաբար հարց է առաջանում, իսկ ինչու պետք է մենք դրան աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրներին, ապա ինչու պետք է մենք դրան աջակցենք։